եմ ձեր խոսքը հղել գավառշապատությունները։ Երևի գավառշապատություններ, բոլորից ոչ եմ անում մասնակցել այս ընտրություններին, երբ խոյոմայքի բնակիչներին, ոսկեղարի բնակիչներին, մեր խոսքը գործերն է գործողքի ապացուցեն, բոլորի ապացուցեն ինչու որ մեզանից կապված է, ու բոլորը կհասկանան, որ մենք ցուրտ խոստումներ չենք տալի, մեր ամեն մի խոսքը գործեր է անել։ Շնորհակալություն, կարճ և կոնկրետ։ Մայր Հայաստանի ցուցակը գավառշապատի ընտրություններում գլխավորում է Գրիշա Հարությունյանը։ Նա ղեկավարել է փոքր համայնքը։ Պարոն Հարությունյանն ավարտել է պետական agrarային համալսարանը, ստանալով ինժեների որակավորում։ Գրիշա Հարությունյանը ևս արցախյան պատերազմի մասնակից է։ Խնդրեմ Ոսկեղարի համայնքի հարգելի ընտրողներ, Մայր Հայաստան կուսակցությունը խոշորացված համայնքում հավաքանի արտահայտ ընտրությունները գնահատում է որպես գործընթաց, որը կարող է նախընկալ ստեղծել Հայաստանի Հանրապետության ամբողջ իշխանության համար։ Մենք հանձնարարում ենք պաշտպանել հայ առաքելական Սուրբ Եկեղեցին, օրվա իշխանությունների Ադրբեջանը հաջող ոտնձգություններից։ Մեր ստորագրավար ակցիան ի պաշտպանություն եկեղեցու ստացել է հազարավոր էջմիածնեցիների աջակցությունը։ Մեր նվազագույն խնդիրն այս ընտրություններում քաղաքացիական պայմանագրի իշխանազրկելն է, առավելագույնը համայնքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելը։ Մայր Հայաստանի գավառշապատություն ներկայանում է համայնքի ընթացքի կառավարման հեռանկարային զարգացման ծրագրեր, ներկայացնեմ մեր ծրագրի կարևորագույն կետերից մեկը։ Գավառշապատի կենտրոնը համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածինն է, որն ունի ներկայ տուրիստական կենտրոններից մեկը դառնալու, արտերկրից հսկայական մարդկային հոսք ապահովելու բոլոր նախադրյալները, Վատիկանի տարբերակներով։ Մայր տաճար աթորանիստ քաղաք, մշակութային հզոր ժառանգություն, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի մոտ լինելը, Զվարթնոց օդանավակայանին մոտ լինելը, բնակլիմայական բարենպաստ պայմանները, ընտրողների վստահության կրային արժանանալու և համաիշխանության ստանձնելու դեպքում կներդնենք բոլոր ջանքերը Էջմիածինը միջազգային մասշտաբով լայնորեն գովազդելու, տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելու համար։ Վերը նշված նպատակները իրագործելու համար անհրաժեշտ է ինչպես տեղական, այնպես էլ համապետական մակարդակի քաղաքական, օրենսդրական, ենթադրական փոփոխություններ։ Մայր Հայաստանը պարտավորում է ժողովրդի քվեն ստանալու դեպքում հետևողականորեն հասնել դրանց, հարգելի գավառշապատցիներ։ Քաղաքացիական պայմանագիրն ու դրանց կցվածքները մերժելու են նոր արդյունավետ իշխանության ձևավորելու համար անհրաժեշտ ընտրություններ ձեր ակտիվ մասնակցությունը։ Իշխանությունը ժողովուրդն է ձևավորում, ամեն մեկը պետք է իմանա, որ անձամբ իրենից է կախված մեր համայնքի ու մեր երկրի ապագան։ Մենք առաջարկում ենք գավառշապատություն, միանալ որպեսզի փոխենք ստեղծված հակահայկական մթնոլորտը, անարդյունավետ կառավարումը, անաստվածությունը, թշնամությունը, միանալ, որ մերժենք սուտը, կեղծիքը, ատելությունը, միանալ, որպեսզի միասին զարգացնենք մեր Սուրբ Էջմիածինը, մեր սիրելի գավառշապատը և ի վերջո մեր երկիրը։ Սիրելի ընտրող, Մայր Հայաստանը քեզ կոչ է անում միանալ մեր պայքարին, միացիր, որ փոխեք։ Ողջույն հարգելի գավառշապատցիներ, հարգելի հայրենակիցներ, այս ընտրությունները մեզ համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ունենալու է կարևորագույն նշանակություն։ Սա ոչ միայն քաղաքային, այլ նաև քաղաքական ու արժեհամակարգային ընտրություն է։ Այս ընտրությունների մենք ներկայացրել ենք
փորձառու անիմաց մարդկանցով համալրված ցուցակ եւ ես հիմա ձեզ առաջարկում եմ եւս մեկ անգամ ողջունել Միշա Հարությունյանին, Դավիթ Մարաշյանին եւ Միշային։ Արի բարձր։ Հարգելի հայրենիքներ, դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Ես արդեն ասացի, սա ոչ միայն քաղաքային ընտրություն է, սա արժեհամակարգային ընտրություն է։ Սա քաղաքական ընտրություն է, որը համապետական նշանակություն է ունենալու։ Արժեհամակարգային առումով, Փաշազադեի հրահանգով, թուրք ադրբեջանական նախապայմանների ներքո հարձակում է սկսել Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Նրանք խաբում են, եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանը խաբում է, թե իբր առանձին հոգեվորականների դեմ է պայքարը եւ ինքը ոչինչ չունի առաքելական եկեղեցու դեմ։ Նախինքը սուտ է ասում, որ ինքը առաքելական եկեղեցու հետևորդ է, որովհետև եթե այդպես է, մենք բոլորս կամ շատերս, ովքեր չես հանգամ եմ իհարկե, շատերս ամուսնացել ենք եկեղեցով եւ մենք գիտենք, որ եկեղեցու միջոցով են նաեւ ամուսնանում, իսկ դրանից առաջ հոգեվորականները անպայման կնուն կանցնելու նախապայման նախադրյալ են։ Եթե Նիկոլ Փաշինյանը առաքելական եկեղեցու հետևորդ լիներ, ապա ինքը պետք է եկեղեցով ամուսնացած լիներ իր կողակցի հետ։ Այդպիսի բան չկա։ Հետևաբար հայ առաքելական եկեղեցու կանոնների համաձայն Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ։ Հաջորդը։ Սրանք երբ որ ասում են, որ մենք առանձին եկեղեցականների դեմ ենք պայքարում, ես ձեզ մի զուգահեռ եմ։ Ուրեմն, երբ որ որոշեցինք հանդեպ բանակը, ասացինք, որ մենք առանձին զինվորականների դեմ ենք պայքարում եւ հայ ժողովրդին առաջարկեցին մեր քաղաքացիներին, որ փոխարինեն զինվորականներին կլուբնիկով։ Այսինքն ասեցին սիրելի հայ ժողովուրդ, եկեք դուք մեզ օժանդակեք, աջակցեք, որպեսզի մենք զինվորականների միջոցով քանդենք բանակը, բայց այդպես չհայտարարեցին, թաքնված արեցին դա, բայց ասեցին փոխարեն մենք ձեզ ձեր երեխաներին կլուբնիկով կերակրենք։ Թե ինչ եղավ այդ երեխեքի հետ, մենք տեսանք 44 օրյա պատերազմի ընթացքում, սրանք պատերազմ ու պատմություն վերեցին։ Հիմա նույնն են անում, ժողովուրդ ջան։ Այստեղ դրված է աշխարհաքաղաքական խնդիր, քանի որ ինքը կախված է Ադրբեջանի ու Թուրքիայի խաղաղություն կոչված փաստաթղթից, որպեսզի խաբի հայ ժողովրդին, ինքը առաջարկում է իրականացնել բոլոր այդ նախապայմանները, որը առաջ է քաշում Թուրքիան կամ Ադրբեջանը։ Հետևաբար եկեղեցու պաշտպանությունը բոլորիս գործն է եւ դա պետականությանն է առաջում եւ ես առաջարկում եմ բարձր ծափարություններով միած աջակցել մեր հայրենիքներին։ Մյուսը քաղաքական մասը։ Սրանք պատրաստվում են վերարտադրության ու երրորդ ժամկետի։ Հայաստանի ոչ մի իշխանություն չի գնացել երրորդ ժամկետի։ Նիկոլ Փաշինյանի համար սա անվտանգության սեփական կաշի փրկելու խնդիր է, Հայաստանի ու հայ ժողովրդի համար գոյաբանական եւ զարգացման խնդիր։ Ինքը խաբում է, թե խաղաղություն է բերելու, բայց բերելու է պատերազմ ու պատմություն։ Դրված է Հայաստանի Հանրապետության խնդիրը։ Վաղաշաբաթում տեղի ունեցող ընտրությունը հետևաբար կարևորագույն նշանակություն է ունենալու եւ լուրջ գործակալ բոլորիս համար։ Քաղաքական առումով Մայր Հայաստանը բնականաբար բացառելով որևէ առնչություն օրվա իշխանության եւ նրա արբանյակների հետ պատրաստ է ստանձնել ընդդիմադիր դաշտում կոնկրետ վաղաշաբաթի ընտրություններն են հիմա ներկայացնում, մենք պատրաստ ենք ստանձնել ընդդիմադիր դաշտում Մերանի կոնսոլիդացնողի դերը եւ կառնալու ենք ընդդիմադիր դաշտը միավորողի եւ ավանգարդի թիվ 1-ի դերակատարը։ Մենք պատրաստ ենք ստանձնել իշխանության պատասխանատվությունը եւ դա լինելու է քաղաքական պատասխանատվություն։
պատասխանատվություն։ Մենք առանձին անհատների վրա չենք դնում այդ պատասխանատվությունը։ Մենք ամբողջ քաղաքական թիմով պատասխանատու ենք այն ծրագրի կյանքի կոչման համար, որը ներկայացնում ենք վաղաշաբաթցիներին։ Եվ մենք միասնական թիմային պատասխանատվությամբ նաև քվենք անակնկալելու վաղաշաբաթցուց եւ ասել ենք, որ քվեարկե համար 4-ի օգնի։ Enna. Այլ վաղաշաբաթցիներ։ Այս ընտրությունների մենք մասնակցում ենք միասին, որ փոխենք կարգախոսը։ Այդ կարգախոսը երկար ճանապարհ է անցել մեր ձևավորման օրվանից։ Այդ կարգախոսը հիմա հասել է իր երրորդ հանդիպանին, այսպես ասած երրորդություն է սիրում ամեն ինչ։ Եվ մենք եթե Երևանում կանխեցինք ԿՊ-ի հստիչ փաթեթ ստանալը, Գյումրիում նպաստեցինք ԿՊ-ի իշխանազրկմանը, հիմա վաղաշաբաթում մենք հավաքվում ենք իշխանությամբ։ Միասին, որ փոխենք կարգախոսը, շատ կարևոր նշանակություն ունի։ Դա նշանակում է ընտրողը անպայման պետք է մասնակցի, չմնա տանը, որովհետև բարձր մասնակցությունը կանխելու է դրա կեղծիքը, կանխելու է վարչական ռեսուրսի կիրառումը, կանխելու է այլ կեղծիքների հնարավորությունը։ Վաղաշաբաթցիները, Էջմիածնի բնակիչները, Ոսկեհատի բնակիչները, Փոյի 17 գյուղի բնակիչները միասնական ջանքերով կարող են փոխել իրենց կյանքը եւ իրենց համայնքում եւ ամբողջ հանրապետությունում։ Առանց չափազանցության վստահեցնում եմ ձեզ, որ համայն հայության ուշադրության կենտրոնում վաղաշաբաթն է եւ վաղաշաբաթ ցույց է կախված լինելու հետագա քաղաքական ընթացքը, դրա համար առաջարկում եմ բարձրացնողություններով վաղաշաբաթներ։ Դու քանի որ առաջիկա օրերում շատ է հնչելու Մայր Հայաստան, համար 4, միացին, որ փոխենք կարգախոսը, մենք հիմա որպես թիմակիցներ առաջին մարզումները կանցկացնենք այդ առումով։ Որպես կանոն հնչելու է համար 4 Մայր Հայաստան, իսկ կարգախոսը միացին, որ փոխենք։ Միացին, որ փոխենք։ Միացին, որ փոխենք։ միացին, որ փոխենք։ Սիրելի վաղաշաբաթցիներ, հարգելի թիմակիցներ, բոլորս միասնական ջանքերով լցվում ենք աշխատանքի։ Ներդրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի վաղաշաբաթից վրդենք քպահարման, ապօրինի եւ ապուտանի իշխանության։ Այո։ Միասնական պայքարում ենք, որպեսզի վաղաշաբաթում ձևավորվի նոր իշխանություն, որը փոխելու է ձեր կյանքը ինչպես համայնքում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում եւ կրկին հիշելով մեր կարգախոսը, ասենք, որ պետք է միանալ, որ փոխել։ Միացի! Որ փոխենք։ Միացի! Որ փոխենք։